Ողջույն սիրելիներս, դուք գտնվում եք Սահականուշի խոհանոցում և ես անչափ ուրախ եմ և շնորհակալ։ Ինչպես տեսնում եք, ես պատրաստել եմ շատ գունեղ, համեղ և վիտամինային մի հրաբուխ աղցան սմբուկով և պղպեղներով։ Ահա այն բաղադրիչները, որոնք մեզ անհրաժեշտ են այս համեղ աղցանը պատրաստելու համար։ Գունավոր պղպեղներ, համեմ սամիտ մի քիչ մաղադանոս, 3 պատճ սխտոր, 2 մեծ սմբուկ, քացախ, խմելի սունելի և սև պղպեղ և քունջութի սերմ և իհարկե բուսայուղ այս ամենը տապակելու համար։ Վերցնում ենք սմբուկները, ես ցույց եմ տալիս, թե ինչպես եմ կտրտում, այսպես շատ հարմար է և չեմ կեղևահանելու, որովհետև այս պարագայում կեղևով սմբուկը շատ ավելի համեղ է ստացվում։ Յուրաքանչյուր մասը բաժանում եմ 4 մասի և այսպես շարունակ, ամբողջ սմբուկը ես պիտի բաժանեմ այսպիսի հավասար գեղեցիկ մասերի։ Այժմ լցնում եմ թասիկի մեջ, ավելացնում եմ սառը ջուր, ինչու եմ ջրի մեջ անում, որպեսզի հնարավորինս դառնությունը դուրս գա և սմբուկը մնա սպիտակ։ 1 լիքը ճաշի գդալ աղ եմ ավելացնում, այսքանը բավական եղավ, որպեսզի սմբուկը աղը վերցնի իր մեջ։ Այժմ փակում եմ փոքրիկ ափսեով, դնում եմ մի կողմ, մինչ 15-20 րոպե կանցնի, այս ընթացքում փորձում ենք նախապատրաստել այս գեղեցիկ պղպեղները։ Հիմա ասեմ, պղպեղները բավականին խոշոր էին և 4 պղպեղը այս աղցանի համար շատ էր, դրա համար ես մի փոքր մաս առանձնացնում եմ, ինչպես տեսաք դրեցի մի կողմ, ամեն մի պղպեղից այդ մի փոքր մասը պիտի առանձնացնեմ։ Դրանով ես կպատրաստեմ մեկ այլ ուտեստ, եթե ժամանակ գտնեմ կնկարեմ, դուք էլ կտեսնեք, ինձ թվում է կհավանեք, հետաքրքիր բան է լինելու, շարունակեք մնալ ինձ հետ և հետաքրքիր առաջարկներ կտեսնեք։ Շատ լավ, այժմ բոլոր պղպեղները կտրում եմ այսպիսի երկարությամբ, որպեսզի մեր ունեցած սմբուկի հետ համահունչ լինի։ Կարծում եմ բոլորս էլ կարևորում ենք, երբ որ աղցանի բոլոր բաղադրիչները իրար նման են լինում կամ գոնե մեծ մասը։ Ահա այս կտորը դնում եմ մի կողմ, բոլոր 4 գույնից էլ առանձնացնելու եմ այդպիսի 2 շերտիկի համար մի կտոր պղպեղ։ Ահա սիրելիներս, մեր պղպեղը ունեցավ այս տեսքը, շատ գեղեցիկ, գունավոր, գունավառ և այժմ անցնում ենք նորից սմբուկի վերամշակմանը։ Այժմ սրբիչի վրա եմ փռում, ձեռքի տակ թղթե անձեռոցիկ չկար այս պահին ճիշտն ասած և սրբիչի մեջ փաթաթեցի։ Տեսեք ջուրը արդեն գունավորվել է, պարզ է, որ արդեն դառնությունը դուրս է եկել սմբուկի և ինչքան պետք էր աղ, ինքն իր համար արդեն վերցրել է։ Ահա այսպիսի գեղեցիկ սմբուկներ ունենք, հնարավորինս էլի չորացնում եմ, տեսեք ինչքան բուսայուղ կա թավայի մեջ, ես ամբողջ սմբուկը պիտի լցնեմ, որ մի անգամով ավարտին հասցնեմ։ Մի անգամ խառնում եմ և թողնում եմ արդեն և եփվի և կարմրի, դրա համար անպայման առաջին խառնելուց հետո փակում եմ կափարիչով։ Ժամանակ առ ժամանակ խառնում եմ, իսկ այս ընթացքում բովում եմ քունջուտը, բոված քունջուտը շատ ավելի համով է, քան հում վիճակում։ Արդեն սմբուկը պատրաստ է, հանում եմ բուսայուղի միջից, ուզում եմ ձեր ուշադրությունը գրավել այն փաստով, որ ես այլևս բուսայուղ չեմ ավելացնելու։ Առաջին անգամ ինչքան ավելացրեցի, այդքանն էլ բավական է նույնիսկ պղպեղի համար։ Սմբուկը ոչ մի գրամ յուղ չի վերցրել։ Եվ հետո ասեմ, որ սմբուկը թղթի վրա չեմ լցնում տապակելուց հետո, որովհետև արդեն պատրաստի աղցանին ես ավելացնելու եմ միայն քացախը, այլևս բուսայուղ կամ այլ տեսակի ձեթ չեմ ավելացնում։ Ահա պղպեղը նույնպես
պատրաստ է, տապակեցինք, շատ գեղեցիկ տեսք ունի, սա նույնպես ավելացնում եմ սմբուկի վրա և շարունակում ենք ավելացնել մնացած բոլոր բաղադրիչները։ Ահա սիրելիներս, այսպես մենք ունենք տապակած սմբուկ և գունավոր պղպեղներ, շատ գեղեցիկ տեսք ունի, բայց իհարկե սա դեռ վերջը չի, մենք պիտի արդեն համեմենք։ Ավելացնում եմ սև պղպեղ և խմելի սունելի, երկուսն էլ ձեռքի տակ միշտ ունենք։ Ավելացնում եմ ճզմած սխտորը, դուք կարող եք կտրտած ավելացնել, ինչպես ձեզ հաճելի է, և 2 ճաշի գդալ քացախը, որից հետո արդեն ավելացնում եմ քունջութը։ Քունջութը տեսաք, որ բովեցի, պարտադիր բովում եմ, որովհետև յուրահատուկ համ է ստանում բովելուց հետո։ Եվ վերջապես ավելացնում եմ կանաչին և մեր աղցանը արդեն պատրաստ է, այլևս ոչինչ չունենք ավելացնելու։ Այժմ տեղափոխում ենք մատուցվող ափսեի մեջ, շատ գեղեցիկ է, շատ անուշ բույր ունի, թողնում ենք մի փոքր հանգստանա, համերը խառնվեն իրար և արդեն կարող ենք վայելել։ Այսքանը սիրելիներս, ես ձեր հետ կիսվեցի իմ համեղ բաղադրատոմսերից ևս մեկով, եթե ձեզ հետաքրքրեց, գրեք մեկնաբանություններում, եթե դուք այլ կերպ եք պատրաստում, նույնպես գրեք, իմ համար միշտ հաճելի է ձեր հետ երկխոսության մեջ մտնել։ Իսկ ես արդեն ուզում եմ ձեզ ասել ցտեսություն, մինչ նոր հանդիպում, մնացեք խաղաղությամբ։